Հարգելի երևանցիներ, ավականու հարգելի անդամներ, նախ եւ առաջ ուզում եմ խստիվ դատապարտել Երևանում մեր վարորդների վրա բռնության խայտառակ դեպքերը։ Նախ իմ համախոհությունն եմ հայտնում տուժած վարորդներին եւ նրանց ընտանիքներին եւ մաղթում եմ արագ ապաքինում եւ դիմում եմ մեր քաղաքացիներին պնդելով, սա ձև չի։ Վարորդը որևէ մեղք չունի, վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ, կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները, փոսերը, հիմա էլ ավելի ավելացրեցին ինչ-որ աշխատանք, որը որ նա չպիտի կատարեր եւ չէր կատարում, տեսել եք տևական ժամանակ, բայց վարորդները մերպես տուժած մարդիկ են, ինչպես քաղաքացիները տրանսպորտից երթևեկող այդ թվում նաև վճարող քաղաքացիները տուժում են վերջին ժամանակաշրջանում, քանի որ ստեղծվում են խոչընդոտներ եւ տրանսպորտի նաև գործունեությունը ավելի դանդաղել, նույն ձև տուժած են վարորդները, տուժած են մերպես միանի պատճառով, որովհետեւ որոշումների ընդունումը տեղի է ունենում իմպուլսիվ, հատվածային, չմտածված, սա հերթական ձևն է։ Որպես ապացույց նշեմ, որ հենց այս դահլիճում տրանսպորտը համակարգող փոխքաղաքապետը համաձայնել էր ինձ հետ ժամանակին, երբ մենք ունենք միայն մեկ վալիդատոր առջևում դրած, որ քիչ է, պետք է ավելացվի, որպեսզի մարդիկ անհարմարություն չկրեն բրդելով առաջ անցնելով։ Հիմա մենք երկու մաներում եւս երկու, Ժողովրդում եւս մեկ վալիդատոր անգործության ենք մատնել եւ ստիպում ենք բոլորին առջևի դռից բարձրանալ։ Այդ դեպքում ինչու ենք առնում այդ վալիդատորները։ Ես ուզում եմ, որ պատասխանում նաեւ լսեմ, արդյոք սա հավերժ է տևելու այս առաջի դռից մտնելը։ Երբ օրինակ են բերում Լոնդոնը, որ Լոնդոնում այդպես է, то դուք Լոնդոնի մակարդակի տրանսպորտ ունեք, то դուք Լոնդոնի մակարդակի փողոցներ ունեք, ավտոբուսի համար առանձնացված ուղիներ ունեք, չեք տեսնում ինչա կատարվում, որպես ամեն օր երթևեկող մարդ, ասեմ ձեզ, այն ինչ դուք անում եք տրամաբանությունից դուրս է, որովհետև չի կարելի սկզբում ուղևորահոսքը դուրս չգա ավտոբուսից, այլ մտցնեք նոր ուղևորահոսք, հետո նոր դռները բացեն, ասեն, այ հիմա դուրս եկեք։ Պիտի դուրս գանք, որ այն մարդիկ կարողանան անցնել։ Սա տարական տրամաբանություն է, որը լքել է այս շենքը կարծես։ Բացի այդ արդեն մարդկանց արժանապատվության վրա է ազդում դա, որովհետև անդադ հրելով այդ նեղ ժոնգտոնգով փորձում ես անցնել, չես կարողանում։ Լավ, ինչքան կարելի է ծաղրել վճարող քաղաքացիներին։ Տրանսպորտը սկսել է ուշանալ, որովհետև ավելի երկար է մնում, կանգ առում, հետևից գալիս է մյուսը չի կարողանում մտնի եւ կարծեմ խցանման հարց եք լուծում։ Խցանում եք ստեղծում, ոչ թե լուծում։ Իհարկե խցանում է առաջանում հետևանքով։ Տրանսպորտը ավելի ուշ է հասնում կանգառ, որովհետև ավելի շատ ժամանակ է ծախսում յուրաքանչյուր կանգառում։ Այստեղից ես ուզում եմ հասկանալ, ինչի համար ենք մենք աշխատավարձ այստեղ սահմանեցինք հսկիչների համար, ինչու համար այդքան գումար տվեցինք հավելյալ վալիդատորներ գնելու համար, եթե դրանք չպետք է օգտագործվեն, եւ ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն, լուծում տվեք այս հարցին, այսպես չի կարող շարունակվել։ Այնուամենայնիվ, տիկին Աբգարյան, շնորհակալություն, որ քննադատեցիք մեր վարորդների